Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է, Կիրակնորյա Փակ TV-ն։ Դուք հավանաբար նկատել եք, որ հատկապես Կիրակի օրերին մենք միշտ մշակութային, միշտ հետաքրքիր ծրագիր ենք ձեզ ներկայացնում։ Եվ պիտի ասեմ, որ հիմնականում դրանք մեր երգարվեստի երախտավորների մասին պատմող հաղորդումներ են։ Այսօր մենք առաջին անգամ պիտի խոսենք մի անձնավորության մասին, ով իհարկե մեր եթերներում բազմիցս երևացել է, բայց նման տարբերակով առաջին անգամ ենք փորձում ձեզ ներկայացնել այդ անձնավորությանը։ Խոսքս մեր շատ սիրված դերասան, ռեժիսոր, երգիչ Պապ Իսպիրյանի մասին է։ Պապը իսկապես մի շատ ինքնատիպ անձնավորություն է եւ պիտի ասեմ, որ ամեն անգամ հանդիպումը նրա հետ միշտ յուրովի է ընկալվում։ Ես անձամբ մինչ այսօրվա մեր հանդիպումը այդքան մոտիկից չէի ճանաչում Պապին, բայց երբ այսպես ավելի մոտիկից ճանաչեցի, ուսումնասիրեցի այս ստեղծագործողի անցած ուղին, հասկացա, որ իսկապես մեր լավագույն, այսպես մշակութային երիտասարդ գործիչներից մեկն է նա։ Մենք հիմա պիտի զրուցենք այդ անձնավորության հետ։ Պապ Իսպիրյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն։ Պապ, գիտես, Փակ TV-ն, որը փաստերի անակնկալների եւ կարծիքների հեռուստալիք է, միշտ մեծ հաճույք է ստանում, երբ իր տաղավարում հյուրընկալում է մի մարդու, ով կարող է շատ հետաքրքիր մեզ փաստեր, անակնկալներ եւ իհարկե կարծիք արտահայտել։ Ես կարծում եմ այսօր այդ առումով մեր բախտը բերել է դու։ Իհարկե, մեծ սիրով։ Ինչպես ես։ Լավ եմ, շնորհակալ եմ, դուք ինչպես եք։ Շատ լավ, ես էլ փառք Աստծո։ Ես պիտի ասեմ, որ սիրելի բարեկամներ, Պապ Իսպիրյանը ավարտել է Երևանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտը, բայց առաջին երաժշտական կրթությունը նա ինքը կասի երբ է ստացել եւ որտեղ։ Ուրեմն ավարտել եմ Երևանի ջազային արվեստի մշակույթի պետական քոլեջը 2011 թվականին։ Մինչև ավարտել ես գնացել եմ Հայոց բանակ ծառայության, վետ եմ վերադարձել, առաջի կուրսից հետո նորից շարունակել եմ ուսումս։ Հրաշալի տարիներ, հրաշալի մեծ վարպետների սան եմ եղել ես, պատիվ եմ ունեցել։ Հիմա ուզում եմ նույնիսկ հիշել այդ պահերը, ձեր ասածի պես փաստել, օրինակ մեր Աքսել Բակունցը, բոլորը իրեն կճանաչեն բաս-գիտարա հրաշալի մի մարդ, իհարկե, երգահան, այդպես ասեմ, հրաշալի տնօրեն, ում խորհրդով ես այնտեղ սովորել եմ, ունեինք շատ հետաքրքիր օրեր։ Մեր այդ ուսանողական տարիներին ես մեր ընկերներով, որ ժողովրդական բաժնի երգիչներով, երգչուհիներով, էստրադային վոկալային բաժնի միշտ կազմակերպում ենք հետաքրքիր միջոցառումներ, համերգներ Հայաստանում, Հայաստանի մարզերում եւ այլն, ու խրախուսվում էր այդ ամեն ինչը։ Մենք մեր պրակտիկան այդպես կարծես թե ձեռք բերեցինք տարիների ընթացքում, միանգամից հենց արմատներով ձգվելով մեր երաժշտության ասպարեզում։ Ճիշտ է, որ դու 3 անգամ ընդունվել, հետո ավարտել ես Երևանի կինոյի թատրոնի ինստիտուտը։ Հա, ինչի համար 3։ Անընդհատ ստացվում էր այնպես, որ գնում էի ու համերգները խանգարում էին ու չէր ստացվում վերադառնալ նորից ներս մտնել այդ բու, բայց վերջին խորհուրդը եղել է իմ մայրիկի խորհուրդը, որ ասես տղա ջան, պետքա պարտադիր ընդունվես։ Ես ուզում եմ, որ ընդունվես։ Ու այդպես 2015 թվականին ընդունվեցի եւ սովորեցի Հրաչյա Վահագնիչի, Հրաչյա Գասպարյանի արվեստանոցում, հրաշալի տաղանդավոր մեր հայ ազգի մշակույթի մեջ մի հրաշալի մարդ, ռեժիսոր, ով մեծ անուն ունի ու ներդրում ունի մեր թատերական արվեստում, ընդհանրապես մշակութային արվեստում։ Մենք մի քիչ ոնց որ շատ խոսեցինք, որտեղ մեր ունկնդիրը սպասում է քո երգին, եւ ես հիմա խնդրեմ ռեժիսորին առաջին երգը ցուցադրի մեր ունկնդիրների համար, խնդրեմ։
այսօր խմել ենք ես ու ընկերս մի լավ հարբել ենք ընկերս ու ես չէ որ շատ երկար տարիներ չէինք հանդիպել ընկերս ու ես ընկերը ազնիվ ընկերը բարի աղբոր նման թանկ նվերն է բախտի ընկերը ազնիվ ընկերը բարի աղբոր նման թանկ նվերն է բախտի արի պատմենք իմ ընկեր հիշենք անցած կյանքը մեր միշտ եղել ենք մենք աղբեր բարով տեսանք իմ ընկեր արի լցնենք թասը մեր գնալ սրխմենք ընկեր միշտ եղել ենք մենք աղբեր բարով տեսանք իմ ընկեր Ընկերությունից քաղցր բան չկա ընկերը ինքը աղբերն է որ կա ուրախ թե տխուր օրերին կյանքիդ սարի պես ամուր կանգնած է մեջքի ես ինչ լավոր է ինչ ուրախոր է իմ լավ ընկերը այսօր ինձ հետ է ես ինչ լավոր է ինչ ուրախոր է իմ լավ ընկերը այսօր ինձ հետ է արի պատմենք իմ ընկեր հիշենք անցած կյանքը մեր միշտ եղել ենք մենք աղբեր բարով տեսանք իմ ընկեր արի լցնենք թասը մեր գնալ սրխմենք ընկեր միշտ եղել ենք մենք աղբեր բարով տեսանք իմ ընկեր Միշտ եղել ենք մենք աղբեր բարով տեսանք իմ ընկեր արի լցնենք թասը մեր գնալ սրխմենք ընկեր միշտ եղել ենք մենք աղբեր բարով տեսանք իմ ընկեր միշտ եղել ենք մենք աղբեր բարով տեսանք իմ ընկեր Այո, սիրելի բարեկամներ, ահա այսպիսի ընկերասեր անձնավորություն է մեր այսօրվա հյուրը Պապ, գիտես, դու հենց սկզբից ես երազել երգիչ դառնալ։ Գիտեք ոնց, պարոն Ղոշյան, իմ կյանքի ճանապարհը որպես երաժիշտ երգիչ, հետո դերասան նաև շատ երկար ու շատ դժվար է անցել այդ ճանապարհը։ Ես հիշում եմ, երբ որ դպրոցական տղա էի, 8-րդ թե 9-րդ դասարան էի, չեմ հիշում հիմա իմ մոր եղբայրը իր խորհրդով ու պահանջով եմ որ այս ուղին բռնել Կարապետ Գասպարյանի իմ քեռինը ուրեմն սեպտեմբերի 21-ի միջոցառում էր դպրոցում ու հրավիրված էին բոլոր ազատամարտիկները, բոլոր այս ազգի նվիրյալ տղաները, ովքեր որ իրենց կյանքի գնով պահել ու պահպանել էին ու մեզ հաղթանակներ էին պարգևել որից մեկն էլ նաև իմ քեռին էր ուրեմն այդ ժամանակ հիշում եմ ես երգեցի երազիմ երկիր երգը Ռոբերտ Ամիրխանյանի հրաշալի ստեղծագործությունը իրոք նկարագիր է մեր երկրի ու երբ որ վերադարձա տուն ոչ ոք չէր տեսել որ ես երգում եմ ընդհանրապես ունեմ նման ունակություններ մեր ընտանիքի անդամները ու քերս երբ որ վերադարձավ տուն ասեց չէ ասեց դու չես գնա բժշկական համալսարան որտեվ ես շատ այտենց կամայականորեն որոշել էի որ պետքա բժիշկ դառնամ սրտաբան ու պարապում էի սովորում էի ֆիզիկա քիմիա հայոց լեզու եւ այլն ասի բայց քեր ջան չեմ կարծում էլի որ այտենց երաժշտություն ես ինչ պետք է անեմ ասեց չէ դու ունես այդ ունակությունները ես ուզում եմ քեզ
ինձ հետ տանեմ, որ պարոն Ամիրխանյանը քեզ մի հատ լսի։ Ու առաջին անգամ ես նոր հələ դպրոցն էլ չեմ ավարտել եւ այլն, պետք է հանդիպեմ Ռոբերտ Ամիրխանյանի հետ, ուսենց գնացել ենք, հիշում եմ այսօրվա պես Ռայալի դեմ մի տենց շատ հետաքրքիր անձնավորություն էր նստած, ծանոթացանք, ասեց ես Ռոբերտ Ամիրխանյանն եմ, ասի ես էլ պապն եմ Իսպիրյան, ասեց ինչ ես երգելու, ասեցի ճիշտն ասած մի երգ գիտեմ ընդամենը, երազիմ երկիր, ասեցի սկով ա գրել, գիտես այդ երգը, հիմա ինչ խոսում եմ, անկեղծ եմ խոսում, այնպես ինչպես կա, ասեցի ճիշտն ասած տեղյակ չեմ ով ա գրել, բայց շատ եմ սիրում այդ երգը, ասեց գիտես որ ես եմ այդ երգի հեղինակը, այդ պահից սենց մի տեսակ մեջս բան եկավ, սենց կաշկանդվեցի, ոնց երգի հեղինակն ա եւ այլն, դե քերիս էլ չէր զգուշացել եւ այլն, ու սկսեցինք երգել։ Երբ որ ինքը նվագակցեց ինձ ու երգեցինք, վերջացրեցինք, ասեց տղես ինչ ես ուզում որոշել դառնաս, ասեցի ճիշտն ասած պարոն Ամիրխանյան, բժիշկ եմ ուզում դառնամ, ասեց ինչ բժիշկ, մասնագիտությամբ, ասի սրտաբան։ Ասեց հետաքրքիր մի հարց տվեց ու ինձ ամբողջ կյանքում այսպես տավ իմ երգի ճանապարհը, ասեց հիմա դու ուզում ես երգիչ բժիշկ դառնալ, թե բժշկող երգիչ։ Ու այդ ժամանակ դե փոքր տղա նոր կյանք էի, այտենց կյանքը պատկերացնում էի, չկարողացա պատասխանեմ, ասին ժամանակ կտակ ես մտածեմ ձեզ պատասխանեմ։ Ասեց հա իհարկե, մեր մյուս հանդիպմանը կցանկանամ լսել։ Երբ որ եկա մյուս հանդիպմանը, ասեց ասա պատասխանը լսում եմ, ասեցի չէ, ես ուզում եմ երգիչ բժիշկ դառնալ, երգով բուժել մարդկանց, իրենց հոգուն, սրտին դիպչել եւ այլն։ Ու այդպես կառուցվեց իմ երաժշտական ասպարեզում իմ ճանապարհը, շարունակեցի, սիրեցի, սիրահարվեցի, մեծ ընկերներ ձեռք բերեցի, մեծ հանրության կողմից սեր եւ հարգանք վայելեցի։ Այսպես է սկսել իմ երգի ճանապարհը։ Պարզ է։ Դե ես քեզ պիտի ասեմ, որ դու իսկապես հրաշալի երգեր ունես եւ մենք դրանում քիչ հետո էլ ենք համոզվելու, որտեւ քո հատկապես ստեղծագործությունները շատ ինքնատիպ լինելուց բացի շատ շուտ սիրվեցին ունկնդիրների կողմից։ Ես անձամբ երբ առաջին անգամ լսեցի, դիտեցի, ասեցի, որքան տաղանդավոր մենք ունենք կատարողներ, որոնց պետք է հրավիրել եւ ես ուրախ եմ, որ դու այսօր Փակ TV-ի տաղավարում ես։ Ես էլ եմ ուրախ, շատ։ Դու մի լավ երգ ունես, մենք ողջ ենք։ Շիրի բարեկամներ, Պապ Իսպիրյանի այս երգը հատուկ ձեր համար է։ Խնդրեմ, վայելեք։ Երազուսեր պահում էինք երկիրը մեր, թշնամին ենք բորենու պես, հողը մեր սուրբ խլել ուզեց, բայց մենք ելանք արյուծաբար, մեր պապերի ողով արդար, պայքարեցինք հերոս համար, շատերն ինձ հետ մարտում ընկան, բայց մենք ողջ ենք, մենք ապրում ենք ու կապրենք միշտ այս կյանքում, քանի դեռ մեզ դուք հիշում եք ու պահում եք ձեր սրտերում։ Պարտավոր եք մեր փոխարեն ապրել խաղաղ հայոց երկրում ու պաշտպանել հողը մեր սուրբ, որի համար մենք ընկանք մարտում։
Անգին հայրեր, անուշ մայրեր, դուք մի տխրեք, մի արտասվեք, մահիմացյալ անմահություն, դարձել ենք մենք քաչերոսներ, թող իմանա թշնամին ենք, որ կանգնած է սահմանին մեր, զինվորը հայ արյուծաբար, սրտում կրակ երասուսեր, մենք դեռ ողջ ենք, մենք ապրում ենք ու կապրենք միշտ այս կյանքում, քանի դեռ մեզ դուք հիշում եք ու պահում եք ձեր սրտերում, պարտավոր եք մեր փոխարեն ապրել խաղաղ հայոց երկրում ու պաշտպանել հողը մեր սուրբ, որի համար մենք ընկանք մարտում, մենք դեռ ողջ ենք, մենք ապրում ենք, ապրելու ենք միշտ այս կյանքում, քանի դեռ մեզ դուք հիշում եք ու պահում եք ձեր սրտերում, պարտավոր եք մեր փոխարեն ապրել խաղաղ հայոց երկրում ու պաշտպանել հողը մեր սուրբ, որի համար տվեցինք արյուն։ Մենք դիտեցինք քուերտական կատարումներից մեկ անկեղծ ասած շատ դժվարին ժամանակ գրված երգ է, սա դու 2020 թվականին այդ տարակ պատերազմի 44-օրյա պատերազմի ավարտից հետո, որի մասնակիցը ինքդ ես եղել եւ անգամ վիրավորվել ես, այնպես ծնվեց այս երգը, այդ գաղափարը։ Երբ որ ես արդեն հիվանդանոցից դուրս էի գրվել, իմ շատ սիրելի ընկերը, ավագ ընկերը Տիկին Մարինե Հարությունյանը, ով բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ում ուզում եմ ջերմորեն ողջունել, խոսեցինք, զանգ տվեց, ասեց, տվես մի երգ ունեմ, կոչվում է Մենք ողջ ենք, ուզում եմ, որ ես մտածում էի, որ մի երգ անեմ, որ իմ ընկերների, մեր հայազգետ հերոս տղաների, որոնք իրենց կյանքը զոհեցին մեր այն ակնկալիք վաղվա օրվա համար, որ մենք փառավոր ու հզոր ենք ապրելու, որը ինչ որ հանգամանքներում չստացվեց այդ տղաների համար։ Այսինքն երգը խորհուրդ ունի։ Իրենք ֆիզիկապես չկան, բայց իրենք ապրում են։ Կան այս ազգի ներսում, պետության ներսում, ամեն հողի, ամեն անկյան, ամեն սանտիմետրի վրա։ Ու այդ միտքը երբ որ հղացավ, մենք Սարգիս Ադամյանի հետ միասին գործիքավորումը կատարել է Սարգիս Ադամյանը, իսկ երաժշտությունը եւ տեքստը գրել է Մարինե Հարությունյանը։ Դե ես էլ կատարել եմ ու մեծ հպարտությամբ եւ մեծ սիրով։ Երգը, որը մենք լսեցինք, շատ հուզիչ լինելուց բացի, նաեւ շատ լավատեսական երանգներ ունի։ Եվ ինձ համար Պապի Սպիրյանը որպես կատարող նախ եւ առաջ այն անձնավորությունն է, ով մեզ համար կարող է իսկապես այսպիսի հաճելի անակնկալներ մատուցել։ Ես տեսա, որ այդ երգի այդ լավատեսությունը գալիս է նաեւ քեզանից։ Դու պատերազմի բողոք անցած մարդ ես, 44-ը դաժան պատերազմը, որը իհարկե մեզ համար շատ ցավալի է, այն մարդիկ, որոնց հետ դու մասնակցել ես այդ պատերազմին, որոնց հետ անցել ես ճանապարհ, այսօր կապը պահում եք։ Իհարկե պահում ենք։ Ու ասեմ ձեզ, շատ ավելի ամուր, քան ես բավականին իմ ընկերական շրջապատը մեծ է,
բոլորին սիրում եմ իմ ընկերներին, որովհետև ես միշտ ասում եմ, հայը հային պետքա շատ սիրի, անկախ ամեն ինչից։ Մեր մեջ այդ սերը պիտի լինի անսահման, անհասանելի սահմաններից դուրս, ու ես շնորհակալ եմ իմ այն ընկերներին, ովքեր որ այսօր իմ կողքին են։ Մենք միասին ճանապարհ ենք անցել, անցնում ենք ու դեռ անցնելու ենք։ Դու 2000, եթե չեմ սխալվում, 7 թվականից հանդես ես եկել բարեգործական համերգներով, շրջել ես ամբողջ Հայաստանով, Արցախով, այդ համերգային շրջագայության ընթացքում ինչ հետաքրքիր եղել են հանդիպումներ, որ մինչ այսօր քո հիշողության մեջ մնացել են։ Նախ մի քանի խոսք այն շրջագայության մասին, բարեգործական այդ համերգների մասին, որը քո անմիջական մասնակցությամբ է եղել։ Ուրեմն, պարոն Ղուշյան, շատ սիրուն հարց տվեցիք, հետաքրքիր ու գեղեցիկ, որի մասին կարելի է շատ երկար խոսել, որովհետև 12 տարի շարունակ բոլոր եղանակներին ընդառաջ մենք իմ ընկերների հետ միասին շրջագայել ենք Հայաստանի Հանրապետության գյուղերում, մարզերում, շրջել ենք Արցախի Հանրապետության գյուղերում, դիրքերում, զինվորների համար համերգներ, միջոցառումներ, բազմաթիվ, բազմահազար։ Ու այնքան հետաքրքիր հանդիպումներ ու պատմություններ կան մնացած, խտացված այդ 12 տարվա ընթացքում, որ շատ բան կա ասելու։ Նախ ես պիտի շնորհակալ լինեմ նաև մեր Վաղամերիկ Սահակյան Լեովին, մեր գեղարվեստական ղեկավարին Լևոն Սահակյանին, ում շնորհիվ մենք կարողացանք հասկանալ, թե հայրենիքը ինչ է, երաժշտությունը ինչ է, զինվորի կողքին կանգնելը ինչ է, երբ որ դու գնում ես մի հանրապետություն, որը ժամանակին պայքարով ու այլան գնով պահվել ու վերցվել է, ու դու այնտեղ հնչեցնում ես քո ռազմահայրենասիրական երգերը ու տեսնում ես բազմահազարանոց զինվորները ինչպես են այդ ոգին դուխը բարձրացնում իրենց մեջ, դրանից առավել հպարտություն ու ուժեղություն չես զգում։ Ու իմ հիշողության մեջ մնացել են այնպիսի դրվագներ, որ մենք եղել են դիրքերում, որ գնացել ենք, եղել են, դե պատկերացեք երգիչներ, երգչուհիներ, ոչ բոլորն են, որ ասենք այդ հայրենիքի հանդեպ բանը միշտ փոքր-ինչ վախ կա իրանց մեջ, ու ես միշտ եղել եմ այն տեսակը, որ ասել եմ ես ձեր հետ եմ, մի վախեցեք, եթե ինչ-որ բան լինի, ես ողքներդ կանգնած եմ, ու բոլոր ինձ, չգիտես ինչի հավատում ու վստահում էին, ես միշտ այդ հարցը ինձ տալիս էի, ասում էի, բալա, որ հանգարց մի բան լինի, չկարողանամ ինչ-որ բան անել, բայց իմ ընկերները վստահում էին ինձ, հավատում էին ու իմ տեսակին, իմ հայրենասեր տեսակին ու շնորհակալ եմ իրենց։ Կարող եմ մի այսպիսի դրվագ հիշել, մի փոքր հումորային տեսքով նաև, մենք երբ որ Ստեփանակերտում հանդիպեցինք ռազմական գեներալներին, նախարարներին եւ այլն ու պետք է քննարկենք, թե ոնց պիտի գնա մեր համերգային ծրագիրը, նրանք մեզ խորհուրդ են տալիս այլ եւ այլ կերպով ու հիշում եմ մի քար լռություններ, իրենք խոսում էին, դե գեներալներ, նախարարներ, քանի որ ես մի քիչ չեմ սիրում այդ պաշտոնական բաները, փորձեցի մի քիչ հումոր անել ու մեր ընկերներից մեկին ասեցի, լսի ասի, կաֆենը բերել ես։ Ու sense բոլորը մի պահ sense բան եղան, մենք ստեղ լուրջ հարց են քննարկում, դու ֆենից ես խոսում տղա ջան, բան։ Ասի չէ կներեք, ես համերգից առաջ պիտի ֆենվեմ, նոր դուրս գամ, էլի բեմ ուղակի։ Ու լռությունը քանդվեց, ժպիտ, հումոր ու սկսեցինք անմիջական արդեն զրուցել, ուզում եմ շատ հետաքրքիր տարիներ են եղել։ Անմոռաց տարիներ են եղել, որ մենք Արցախի համար, հայ զինվորի համար, ես մինչև հիմա էլ կանգնած եմ իրանց կողքին, մեր պետության կողքին։ Պապ, ես գիտես ինչի մասին եմ մտածում, ձեր խումբը, ձեր երաժշտախումբը, ժամանակակից լեզվով ասած բենդը,
Հավաքական է եղել, հա, չի եղել այնպես որ փաչիկա այդ համերգներից առաջ հավաքվել, մի փորձ արել եք ու դուրս եկել բեմ, այդպես է։ Այո, այդպես է ու մինչև հիմա էլ այդպես։ Ու պրոֆեսիոնալ մարդիկ են։ Իհարկե, պրոֆեսիոնալ, շատ գրագետ, տաղանդավոր, հրաշալի հայեր, հրաշալի երաժիշտներ, պարոն Ղուշյան։ Ձերքերիդ մեջ նուրբիման Կարնել հաց դարձավ անգամ Մանկությունը իման հոգ Աչքերիդ առաջ անցավ Չեմ զանգում թե պետ հաճախ Չեմ հարցնում քեզ ոնց ես ման Բայց սիրտս առանց պատճառ Իմացիր ես քեզ գտա Աշխարհում իմ համար կյանքսել ես տամ քեզ համար մեկը քիչ շատ իմամ քո ինձ տված դիմաց իմ աշխարհում իմ համար հոգիս էլ տամ քեզ համար մեկը քիչ շատ իմամ ավելին էլ դեռ պիտի Այնքան ջերմ ես նախատում Քաղցր խոսքով սուրբ իման Չստացված օրն էլ հարթում Ու կողքիս ես ամեն ժամ Չեմ ասում քեզ ամեն օր Ոնց եմ քեզ սիրում ես մամ Ոնց ես դու մի ժպիտով Սխալը իմ ներում անգամ Քաղցր են այնքան Քո հետ ապրած ամեն ժամ Ոչ մի բան կյանքում այսքան Թանկ չի քո սիրուց իման Մի աշխարհում իմ համար Կյանքսել ես տամ քեզ համար Մեկը քիչ շատ իմամ Քո ինձ տված դիմաց Իմ աշխարհում իմ համար Հոգիս էլ տամ քեզ համար Մեկը քիչ շատ իմամ Ավելին էլ դեռ պիտի Մեկը քիչ շատ իմամ Քո ինձ տված դիմաց Իմ աշխարհում իմ համար Հոգիս էլ տամ քեզ համար Մեկը քիչ շատ իմամ Ավելին էլ դեռ պիտի Մամ ջան Շերի բարեկամներ, մեր ծրագիրը շարունակվում է և պապ Իսպիրյանն է մեր հյուրը այս պահին։ Պապ շատ ուրախ եմ, շատ, գիտես, երգեր կան, որոնք շատ տպավորում են։ Սա վերջին ժամանակներում գրված երգերից մեկն է երևի քո, հա։ Դու երաժշտության հեղինակն ես, իսկ բառերը ումն են։
Տեքստը գրել է Սյուզին Ավդալյան, մի հրաշալի տաղանդավոր իմ ընկերներից, հրաշալի մարդ, հայուհի, ուղղակի, այս երկու բառի մեջ ամեն ինչ ասված։ Այս երկի մասին մեզ մի քանի բան ասա, որտեվ շատ հետաքրքիր է, շատ խրատական բառ կար։ Այո, ճիշտ եք նկատել, պարոն Ղուշյան, ու ասեմ, այդ խրատական կետի վրա բավականին զանգեր եմ ստացել, երբ որ տեսա Հոլովակը արդեն համացանցում էր, դե բոլորը սպասում էին անհամբեր, թե ինչ ենք նկարում, բոլորը մտածում էին ֆիլմ ենք նկարում, նախ այստեղից կամ, դե այդ կադրերը, որ փոքր-ինչ հրապարակում էինք եւ այլն, ով գրում էին, ես ինչ ֆիլմ եք նկարում, պարոն Իսպիրյան, պապ ջան, ես ինչ ֆիլմ եք նկարում, դե այնքան էլ հետաքրքրացել այդ ամեն ինչը, որ փորձեցինք մի քիչ ինտրիգա պահել ու ասեցինք շուտով կտեսնենք։ Ու այս երգը ես երբ որ մի առիթի էի, երգը ստեղծվել է ընդհանրապես իմ մեջ այդպես։ Մի առիթի է, որ զինվորը վերադարձել էր տուն, ու մեծ առիթ էին անում նշում, ու տեսա, թե զինվորը ինչքան մեծ սիրով, այդ կարոտով ու ջերմությամբ է իր մորը վերաբերվում, ու ինչքան կյանք կա, ինչքան բան կա իր մորը ասելու, որ ինքը չի հասցրել զանգ տա, չի հասցնում խոսի ասի, նո օրվա ընթացքում զինվորներ են պատկերացրել, զբաղված են լինում, իրենց չի կարելի անընդհատ զանգել, ու իմ մոտ միտք եղացավ, որ ես գրեմ Մամջան երգը, ու տեքստի մեջ Սյուզի հետ քննարկեցինք, ներառեցինք այնպիսի բառեր, տեքստեր, նախադասություններ, որ մենք շատ քիչ ենք մեր մայրերին ասում, մենք քեզ շատ ենք սիրում։ Շատ քիչ, այո։ Մենք առօրյայում այնքան զբաղված ենք լինում, միգուցե, որ քիչ ենք զանգ տալիս։ Կարող է մեր ընկերոջ զանգին պատասխանենք տվյալ պահին ինչ-որ գործնական բնույթով, բայց հաջորդ վայրկյանին մեր մոր զանգին ասենք, մամ, մի րոպե կզանգեմ։ Նու դա իրականությունն է, հիմնականում այդպես է լինում։ Նախ ուզում եմ իմ մայրիկին ողջունել ու ասել, որ մամ ջան, ես քեզ շատ եմ սիրում ու այս երգը առաջինը նվիրված է իրեն, իմ մորը, ով իմ համար իմ ամեն ինչն է։ Քո Աստվածը։ Հա, իմ Աստվածն է, ես ամեն օր ապրում ու շնչում եմ նրանով ու միշտ ասում եմ, ծնողը, մայրը, ընդհանրապես ծնողը իր զավակին սիրում է ուղղակի։ Այո։ Իսկ կյանքում մնացած ամեն ինչը ինչ որ բաների պատճառով, ինչ որ զգացմունքի պատճառով ես դու սիրում, բայց ծնողը ուղղակի ես սիրում։ Դրա համար ես շնորհակալ եմ մամ ջան քեզ, որ դու իմ մայրն ես, ես կամ ու շարունակում եմ ստեղծագործել։ Դա նաև քո ավանդն է։ Պապ, իսկապես երգը բոլոր տարիքի մարդկանց համար է գրված։ Ես ցավոք մորս արդեն վաղուց կորցրել եմ, բայց միշտ ամեն անգամ երբ մայրերի մասին երգ եմ լսում, մտքով վերադառնում եմ նրա գիրկը, նրա կողքին։ Այն ժամանակ ինչպես էի սպասում դպրոցից հետո, որ մայրս պիտի ինձ դիմավորեր, կերակրեր, ասեր գնա բալես Բաքվում խաղա, նորից վերադարձի։ Մայրը դա իսկապես մի ուրիշ հարթություն է եւ ամեն մարդ պիտի հասկանա, որ նա ով չի ընդունում, չի սիրում իր մորը, նա չի կարող սիրել իր երկիրը։ Իհարկե, բայց հենց այդ պատճառով էլ կոչվում է մայր հայրենիք։ Այո։ Իմ համար նաև ես դա ասեմ, պարոն Ղուշյան, որ երբ որ պատերազմի ժամանակ ես մեկնում էի Արցախ, մեր ընտանիքից 3 հոգի, ես եւ իմ քեռիներն ենք, 2 քեռիներս են գնացել իմ անձնական սեփական մեքենայով։ Իմ մայրը մի բառ չի ասել, որ տղա ջան, ուր ես գնում, ինչի համար ես գնում, բա որ հանկարծ էսպես այնպես։ Իմ մայրը գիտի, որ ես հայ եմ, պայքարող տեսակ եմ, սիրում եմ իմ պետությունը, իմ ազգը, իմ ժողովուրդը ու ամուր եմ իմ պետության հողի հիմքի վրա։ Դե լավ, գիտես, մայրերի մասին մենք շատ ենք խոսում, բայց մենք չգիտես ինչու անտեսում ենք մեր հայրերին։ Դու մի երգել ունես, որը կոչվում է Պապ ջան։ Պապ ջան։ Այո։ Ուրեմն դե հիմա ես ուզում եմ այդ երգը
Պապ Իսպիրյանի մատուցմամբ դիտենք մեր եթերում։ Մեծ սիրով։ Չես առարկում։ Խնդրեմ, սիրով, պարոն խնդրեմ։ Քո ջերմ սիրով մեծացել եմ մանհոք Քո տակ գրկում պապ ջան խաղաղվել եմ ու գտել անդոր այսօր արդեն մեծացել եմ պապ ջան Բայց դեռ մանուկ եմ երբ քեզ գրկում եմ իմ ամենաթանկ Աշխարհն ուրիշ է երբ իմ կողքին ես երբ շփտում ես դու ինձ պապ ջան Քո ժպիտի մեջ մեղմ արցունքներն են իմ երջանկության Աշխարհն ուրիշ է երբ իմ կողքին ես երբ շփտում ես դու ինձ պապ ջան Դու իմ ուրիշն ես իմ ամեն ինչն ես իմ ամենաթանկ Ամուր, ամուր, քո հոգատար սիրով Բռնիր ձեռքս պապ ջան, որ ես միշտ զգամ Ուժն ու սերը քո պապ ջան, քո սուրբ օրնանքդ տուր հիմա Որ օջախից քո որպես լույսի շող նոր օջախ դառնամ Աշխարհն ուրիշ է երբ իմ կողքին ես երբ շփտում ես դու ինձ պապ ջան Քո ժպիտի մեջ մեղմ արցունքներն են իմ երջանկության Աշխարհն ուրիշ է երբ իմ կողքին ես երբ շփտում ես դու ինձ պապ ջան Դու իմ ուրիշն ես իմ ամեն ինչն ես իմ ամենաթանկ Պապ ջան Ես հպարտ եմ, որ ունեմ քեզ ու զգում եմ քո ուժեղություն Դու իմ աշխարհն ես ու ամեն ինչը Գիտես, հիշում եմ իմ մանկությունը, թե ինչքան քնքշանքով ու սիրով ես ինձ մեծացրել Պապ ջան, աշխարհում իմ հաղթանակը այն է, որ դու իմ հայրն ես Ու հիմա գոռում եմ իլուր ողջ աշխարհի Որ դու իմ հերոսն ես Աշխարհն ուրիշ է, երբ իմ կողքին ես Երբ շփտում ես դու ինձ պապ ջան Քո ժպիտի մեջ մեղմ արցունքներն են իմ երջանկության Աշխարհն ուրիշ է, երբ իմ կողքին ես Երբ շփտում ես դու ինձ պապ ջան Դու իմ ուրիշն ես, իմ ամեն ինչն ես Իմ աղոթք ու կյանք Պապ ջան Ես կարծում եմ, որ միայն այն փաստը, որ պապ Իսպիրյանը մեր ծրագրի ցանկալի հյուրն է, դա արդեն ինչ որ անակնկալ է մեր ուղդիրներից շատերի համար։ Պապ ջան, եւս մի հետաքրքիր հմայիչ երգ քո կատարմամբ այս երգի պատմությունը, հեղինակը ով է, ով բառերը, երաժշտությունը խնդրեմ։ Շատ բարի, պարոն Ուլուշյան։ Ուրեմն երգը նախ ասեմ, որ պատվեր է այսպես, հա, եթե կարելի է այդ բառով նկարագրել, մեր Միքայելի, ում արդեն որ հանդիսատեսը տեսավ տեսահոլովակում, պատկերացրեց, որ հարսանեկան արարողակարգ էր։ Դա իրոք հարսանեկան արարողակարգ էր ու առաջին Այսինքն բնադրություն չէ, դա։ Ուղիղ նկա։ Այո։ Պաշտպան որ ձեր օպերատորը կեց է։ Այո, մենք էլ տաղանդավոր, ես ասում եմ, տաղանդավոր ընկերներ ունենք։ Ու իր աղջիկը Լիրիկան Բայացյան
երբ որ հանդիպեցինք, մենք չենք շփվել, չենք ճանաչել, բայց դե ինքը գիտեր, որ ես իր հայրիկի ընկերն եմ, Միքայել այդ բավականին մեծ երկար ճանապարհ ունենք անցած պարոն Վայացյանի հետ։ Առաջին Արցախյան պատերազմի մասնակից ու շատ հզոր տղամարդ, հզոր հայրենասեր, շատ բան կարելի է իր մասին խոսել պարոն Ղուշյան։ Ու այսպես ստացվեց, որ աղջիկը զանգ տվեց, ասեց պապ ջան, ուզում եմ, որ պապային նվեր անեմ։ Մեր հարսանիքն է, իմ հարսանիքն է ու երգեմ։ Ինքը ուզում էր երգեր։ Հետո չգիտեմ ինչի փոշմանեց, խոսեցինք, որոշեցինք, ասեց, բա որ չկարողանամ երգեմ, այդքան մարդու առաջ, բան, լավ չստացվի, սիրուն չստացվի եւ այլն, բան։ Ես առաջարկեցի, ասի կուզենաս երգ անենք։ Ասի որտեղ Միքայելը այնպիսի մարդ է, այնպիսի փառահեղ ճանապարհ ունի անցած, իր մասին շատ կարելի է ասել։ Ասեց լավ բան ես ասում, բայց ասեց ինչ երգ, այդ երգը նենց երգ պիտի լինի, որ պապայիս ամբողջ ես իմ աչքերով ես երևա էլի, որ այդ մանկությունը, իմ պատանեկությունը ոնց է անցել։ Ասի դա թող ինձ վրա։ Ու զանգ տվեցի մեր հրաշալի իմ տաղանդավոր ընկերներից մեկին Հրանտ Մուրադյանին, ով նաև երիտասարդ աշուղն է Հայաստանի Հանրապետության, աննկարագրելի մի լավ մարդ, հայ մարդ։ Ասեցի Հրանտ, ուրեմն ընկերոջս համար մի երգ պիտի գրենք։ Էս տեսակ մարդ է նա։ Ու երգը պիտի կոչվի Պապ ջան։ Ասեց խնդիր չեմ տեսնում։ Հանդիպեցինք, քննարկեցինք, ու այս հրաշալի ստեղծագործությունը, որ արդեն իսկ վայելեցինք, առաջին անգամ հնչեց հարսանիքի ժամանակ։ Պատկերացրեք, բոլորը հուզված, արցունքները գնում են, ամբողջ 500 հոգանոց այդ հարսանյաց մասնակիցներից միայն Միքայելն էր, որ ամուր, պինդ, իր մեջ ամեն ինչ փշրվել էր, հետո ինքը ինձ պատմեց։ Անչափ սենց հուզվել էր իր ներսում, ասեց պապ, երգը հրաշալի բառ է։ Ասեց դու ես ինչ ես անում, ասեց, ես արտակնապես, ասեց, ես իրավունք չունեմ թուլանալու, ֆիզիկապես պիտի չթուլանամ, ու եթե նկատեցիք, նա նույնպես վիրավոր է, բայց ներսում քանդվել էր իր մեջ ամեն ինչ, ու ես ողջունում եմ, Միքայել ջան, իմ լավ ընկեր, քեզ անսահման առողջություն ու երջանկություն եմ ցանկանում ու մեր բոլոր զինվորներին։ Այո։ Բոլոր տղաներին, փառք ու պատիվ են տղաներին, ովքեր որ իրենց կյանքն են տվել մեր այսօրվա համար, ու նրանց, ովքեր շարունակում են ապրել, որովհետև իրանց ապրելով փաստում են բոլոր ընկած տղաների այն կյանքը, որ իրենք չհասցրեցին ապրել, պարոն Ղուշյան։ Ճիշտ եք։ Ես նույնպես Միքայելին ողջունում եմ, սիրելի Միքայել, քեզ ամենակարևորը պինդ, այդպես առողջություն, դու պիտի շարունակես ապրել հանուն քո ընտանիքի, հանուն քո զավակների։ Ես գիտեմ, որ շատ մասին մեծ այդպեսի լայն ընդգրկումով գիտեն քո երկրպագուները, բայց կա նաև Պապ Իսպիրյան դերասանը։ Ավարտել ես կինոյի թատրոնի ինստիտուտը եւ մասնագիտությամբ դերասան ես, չէ՞։ Դերասան ռեժիսոր։ Առավել եւս այդ ոլորտում ինչ հաջողություններ կան։ Տեսեք, պարոն Ղուշյան, ես 2015 թվականին ընդունվեցի թատրոյի կինոյի ինստիտուտ Հրաչյա Գասպարյանի արվեստանոց։ Արդեն երրորդ անգամ։ Ու ես հիշում եմ իմ ընդունելությունը շատ հետաքրքիր կերպով անցել։ Դե քանի որ երգում եմ, երգիչ էի, մասնագիտությունը արդեն ստացել էի, արդեն կայացած վիճակ էր իմ մոտ, որպես ուսանող առաջին անգամ բուխանալու։ Ու բարի տեսարան կար, որ պետքա պարեինք, պարտադիր, ասմունք էինք եւ այլն, ու երգեինք։ Ուրեմն նստած էր պարոն Գասպարյանը, պարոն Ղազանչյանը, ու չեմ հիշում հիմա, էլ ովքեր էին հանձնաժողովում, շատ ներողություն եմ խնդրում, որ չեմ հիշում, ասեց, տղա ջան, մի հատ կարաս երգես, հələ երգ տենանք ինչ ես երգում,
Չգիտեր որ երկիչ ես։ Դե այդ ժամանակ ես որպես դերասան էի գնացել ընդդեմ։ Հասկանալի է, բայց չգիտեր որ դու առաջին Գիտեմ որ ձայն ունեմ եւ այլն, լավ երգում եմ, բան, չեն իմանում ինչ եմ պատրաստել։ Ու սկսեցի երգել։ Երգեցի, վերջացրեցի, մեր դաշնակարով նվագակցում էր, ասեցին հələ մի րոպե։ Հիմա մի հատ էս երգը երգի։ Ու երգում եմ այդ մյուս երգը։ Ասեցին մի հատ էլ էս երգը երգի։ Ու սենց դարձավ կամած համերգ։ Ամեն համերգ։ Հա։ Ու հիշում եմ այդ ժամանակ, երբ որ առաջին անգամ պարոն Գասպարյանը հավաքում էր դերասանար ռեժիսորական կուրս ու պարոն Մելիքսեյցյանն էլ հավաքում էր մյուզիկլային կուրս։ Հիմա վիճաբանություն է սկսվել, որ ես պապին տանում եմ իմ կուրս, որովհետև մյուզիկլային կուրս է, պարոն Գասպարյանը ասեց չէ, ես պապին տանում եմ իմ կուրս, որովհետև ինքը ինձ ընդեղ ավելի է պետք։ Ու սենց հետաքրքիր լավ ձևաչափով հետո իմացա, որ ընդունվել եմ։ Ու մենք սկսեցինք աշխատել։ Հենց առաջին վարկյանից մեր արվեստանոցը նվիրյալ է եղել ու սկսել է կոնկրետ բեմադրություններ, պարապմունքներ, դերասանական վարպետի, բեմական խոսքի ու երբ որ մենք երկրորդ կուրս էինք, մասնակցեցինք փառատոնի, առաջին անգամ Շեքսպիրյան փառատոն էր տեղի ունենում Մոլդովայում ու մենք մեր խմբով գնացինք բեմադրությունը արել էին մեր կուրսի երեխաները Շեքսպիրի բոլոր ողբերգություններն էինք վերցրել, Համլետ, Օթելլո, Ռիչարդ III, Լիրարքա եւ այլն, ու պարոն Գասպարյանը միքսեց, ոնց որ դարձրեց ամբողջական ներկայացում։ Մենք գնացինք Մոլդովա, մասնակցեցինք փառատոնին, ես խաղում էի Ռիչարդ III-ի կերպարը։ Ու ասեմ, ես ընդհանրապես չեմ սիրում ինձ գովել, բայց շատ կարծիքներ են եղել, որ բավականին հետաքրքիր ու շատ զիլ կերպար է ստացվել ու շատ լավ եմ խաղացել իրենց ասելով։ Ես պատկերացնում եմ։ Իրենց ասելով։ Ու մեծ հաջողություն ունեցանք, տարբեր փառատոների հետագայում մասնակցեցինք, Հայաստանում բավականին երկար շատ խաղացինք ներկայացումը համազգային թատրոնում։ Երկրորդ կուրսը, երբ որ ավարտում ենք, ամենամյա արտավազդի մրցանակաբաշխության արարողակարգն էր Սունդուկյան թատրոնում ու ես երբևիցե չեմ պատկերացրել, որ ինչ որ որպես ուսանող ես ստանալու եմ այդ կոչումը, հա, կոչում ասեմ, որ արտավազդակիր եմ լինելու, էլի, արտավազդ մրցանակ եմ ստանալու, որտեղ իմ համար դա թատերական արվեստի են շատ Իհարկե, գագաթնակետն է, որ դու պետք է ունենաս այդ կայունությունը, ամրությունը, որպես դերասան, արժանինքները, հա, արժանինքները, որ արժանանաս այդ կոչմանը։ Ու ասեմ ընդհանրապես, պարոն Ղուշյան, ես ընդհանրապես անկեղծ մարդ եմ, ես շատ երկար եմ քնում։ Ընդհանրապես։ Հասկանալի է, իսկական արվեստագետ։ Հա, ու միշտ այնպես է եղել, մենք մեր վարպետի հետ միշտ ընկեր ենք եղել, ես միշտ ինքը ինձ համար ավագ ընկեր է եղել ամենաառաջինը, ու մենք երբ որ ուշանում էի, ինքը զանգ էր տալիս, ասում էր, այդ հաստատ էլի քնած է մնացել, զանգ էր տալիս, այդտեղ ասում էր, էլի քնած ես, ասում էի, հա, պարոն Գասպարյան, ասում էի, հիմա արտանամ ու գամ։ Շալի ազնվորություն է իմ։ Ու մի օր զանգ տվեց, ասեց, պապ ասեց, անպայման պիտի գաս Սունդուկյան թատրոն մրցանակաբաշխությանը մասնակցելու։ Ասի, պարոն Գասպարյան, գիտեք, չեմ սիրում այդ մասսայական եւ այլն բան, ասեց, չէ, այդտեղ ասեց, անպայման պետք է գաս։ Դե ինքը զանգեց, պրոռեկտորը զանգեց, Նայնե Սերանովնան։ Ասեցի, մարդիկ որ ասում են, չեմ կարա մերժեմ, պիտի գնամ։ Գնամ։ Հա, գնացի ու տեսա մեր ամբողջ կուրսը նստած է։ Ու մայրիկիս հետ էի։ Նստած ենք ու այդ ժամանակ Երվանդ Ղազանչյանն էր, դեռ ողջ էր, հրաշալի մեր Այո, ինքն բարեկամն ու ընկերն է եղել։ Մարդ, այո, ինքը այս արվեստի մեջ
Մենք գիտենք իմ հերոստալիքի, հերոստաթատրոնի համար պարտական են Գերվարդ Ղազանչյանին, ով խորհուրդ տվեց անել այդ բեմը նկարահանել։ Ինքը ասում եմ, ինքը հզոր մարդ էր, հզոր արվեստագետ, ես ուղղակի շատ կարող եմ խոսել նամանավան ձեր հետ միասին։ Ու պատահական կարդում եմ, որ հաջորդ որպես ուսանող արտավազդ է ստանում Պապի Սպիրյան։ Ու ես սենց իմ համար նստած եմ, էլի։ Դու չի անակնկալ։ Չեմ պատկերացրել ընդհանրապես, մեկ էլ բզում են կողքից, որ գնա այդ գնա բեմ։ Քեզ են բեմ կանչում, բան։ Զարմացած եմ ասում ես ու արտավազդ ստանալու երբևիցե չեմ պատկերացրել։ Ու տենց բարձացա բեմ։ Ու Հակոբ Ղազանչյանը ինձ տվեց արտավազդը, այդ զգացողությունները չեմ կարա նկարագրեմ, որովհետև նույն բեմահարթակի վրա կանգնած են եղել այդ ժամանակ ես որպես ուսանող ու եղել է Երվանդ Ղազանչյանը, Արմեն Սանթրոսյանը ու էլի շատ մեծ անուն մեր դերասաններ, ռեժիսորներ, ովքեր մեծ ճանապարհ ունեն մեր արվեստի հարթակում, ու ես անչափ շնորհակալ եմ այդ վստահության համար, այդ պատվի համար, որ նրանք արժանացրեցին ինձ։ Ու թատերական առումով նաև եղել է մանկական ներկայացումներ, որ շատ շրջագայել խաղացել ենք, բեմադրություններ ենք արել, ինքս եմ բեմադրել, եղել ենք Սլովակիայում, էլի փառատոների շրջանակում, չգիտեմ, շատ բան կարող է դիմալ ուղղակի սենց Լավ, հիմա տես, մենք ոնց որ արտերին ցույցում են շատ երկարացրեցիք ձեր խոսքը զորից, հաջորդ երգը ինչ եք ուզում ներկայացնեք։ Դիտենք այդ երգը։ Դիտենք մեծ սիրով։ Եվ ես կասեմ, թե ինչի մասին է, խնդրեմ։ Աչքերի սուր հայացքը ուր է գցել խենթին սիրտը քո սուրթերի լուր շպիտը տարել է իմ խելքն ու միտքը երբ ինձ նայում քաղցր շպտում խոստանում ես դու ինձ սեր հայացքով ինձ կերում ես խելքս միտքս տանում ես Ինձ քո սերը թող ուշքս գնա Եթե հանկարծ սիրտս չդիմանա Ես քեզ սիրում եմ քնած թե արթուն Այ դու աղջիկ սիրուն շատ սիրուն Ուր ինձ քո սերը թող ուշքս գնա Եթե հանկարծ սիրտս չդիմանա Ես քեզ սիրում եմ քնած թե արթուն Այ դու աղջիկ սիրուն Չեմ կարող է հեռանալ ես Չեմ կարող մոռանալ ես քեզ Ճիշտ է իմ կյանքն առանց քեզ Առանց քո սիրո չկամ ես Երբ ինձ նայում քաղցր շպտում Խոստանում ես դու ինձ սեր հայացքով ինձ կերում ես Խելքս միտքս տանում ես Քո սերը թող ուշքս գնամ Եթե հանկարծ սիրտս չդիմանա Ես քեզ սիրում եմ քնած թե արթուն Այ դու աղջիկ սիրուն Ուր ինձ քո սերը թող ուշքս գնամ Եթե հանկարծ սիրտս չդիմանա Ես քեզ սիրում եմ քնած թե արթուն Այ դու աղջիկ սիրուն
նայում քաղցր ժպտում խոստանում ես դու ինձ սեր հայացքովդ ինձ գերում ես խելքս միտքս տանում ես դուր ինձ քո սերը թող ուշքս գնա եթե հանկարծ սիրտս չդիմանա ես քեզ սիրում եմ քնած թե արթուն Այ դու աղջիկ սիրուն, շատ սիրուն Դուր ինձ քո սերը թող ուշքս գնա Եթե հանկարծ սիրտս չդիմանա Ես քեզ սիրում եմ քնած թե արթուն Այ դու աղջիկ սիրուն Թող ուշքս գնա, պապ Սա ինչ վերնագիր է, ոնց ենք գտել։ Այս ինչ երգ է ընդհանրապես, երբ է ծնվել, ինչպես, ինչ պայմաններում։ Ուրեմն սա իմ ընկերոջ հեղինակային երգն է։ Բաց, փակագները բաց։ Տիկին Մարինեի որդին է, մեր Հայկը Տեր-Գորյունյան։ Ինքը ժամանակ առ ժամ, նա տաղանդավոր դերասան է նախ եւ առաջինը ասեմ, ինքն էլ է ավարտել կինոյի թատրոնի ինստիտուտը։ Ու երբ որ մենք Տիկին Մարինի հետ աշխատեցինք, ասեց պապ, գիտես, Հայկը հետարքիր գործ ունի, գրած, երգ, մի հատ նայի։ Նայեցի, կարդացի տեքստը, երաժշտությունը լսեցի, դուրս եկավ շատ, հետաքրքիր բան կար, ասենք թեթևություն, այսօրվա ռիթմերի մեջ, այսօրվա այդ ժամանակի ռիթմի ու տեմպի հետ շարժվող վիճակ տեսա, ասեցի անենք Տիկին Մարինը։ Հայկ հետ կապնվեցինք, խոսեցինք ու արեցինք։ Ու նաև մասնակցություն է ունեցել այս երգի ընթացքում, նաև կրկներգը գրել է Դիանա Մարդանյանը, այսինքն Հայկ Տեր-Գորյունյանը եւ Դիանա Մարդանյանը միասին կարողացանք ստեղծել այս գեղեցիկ երգը։ Ու արդեն հանդիսատեսը ոնց որ հասկացանք շատ տեսավ վայելեց գեղեցիկ երգ, թեթև առօրյա որ մեքենայի մեջ առիթների ժամանակ հաճելի համերգների ժամանակ շատ թեթև լսվում է այս երգի պատմությունը այդպես է եղել Պարզ է ես կուզենայի լսել քո կարծիքը մեր ժողովրդի մեր երկրի վաղվա օրվա կապակցությամբ տեսնում ես թունելի վերջին լույսը Պարոն Ղուշյան, շատ եմ խոսել, շատ առիթներ ընձեռվել է, որ խոսեմ մեր այսօրվա իրականության մասին, մեր պետության վաղվա գալիքի մասին։ Ես ընդհանրապես տեսակով լավատես եմ ու միշտ հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու ու հույսս չեմ կորցնում երբեք։ Ես ուղղակի մեր ժողովրդին, իմ հայրենակիցներին, մեր ազգին Մեր պետությանը նախ առաջինը կցանկանամ հզորացում, կայունացում եւ պայծառ ապագա, իսկ մեր ազգին կցանկանամ, որ այն հայի գենը, հայի տեսակը, որ իրոք պահել է իրեն հայ դարեր շարունակ, այդ գենը չկորցնե երբեք։ Ու այդ գենի տեսակը գալիս է մեր դպրոցներից, նախակրթարանից, այն նստարաններից, որտեղ դու գրիչ առաջին անգամ վերցնում ես քո ձեռքը, կարդում ես քո պատմությունը, գրում ես քո հայերեն առաջին տառերն ու բառակապակցությունները ու անում ես քո ուրույն մտածողությունը պետության, ընտանիքիդ ու ազգիդ նկատմամբ։ Ցանկանում եմ մեր ազգին հզորացում ու եկեք չբաժանենք մեկս մյուսի, մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ, ոնց որ Նժդեն է ասել։ Սիրելի բարեկամներ, դե այսպիսին էր Պապ Իսպիրյանը Փակ TV-ի եթերում սպասեք նրան առաջիկայում եւս իսկ այսօր այսքանը ցտեսություն